Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են այն կետին, որտեղ այլևս գրեթե անհնար է թաքցնել ճշմարտությունը, այն գաղտնիքները, որոնք տարիներով պահվել էին վախի, իշխանության ու ցավի տակ, հիմա հերթով դուրս են գալիս մակերես, և ամենակարևորն այն է, որ այդ բացահայտումները սկսում են կոտրել հենց այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ փորձել են պահել իրենց ընտանիքները միասին։ Վերջին սերիաները բառացիորեն լարված էին ամեն վայրկյան։ Լեոն ու Լեան փորձում էին փախչել, հեռանալ այդ ամբողջ մղձավանջից, սկսել նոր կյանք՝ հեռու Հունանից, հեռու պատերազմներից և հեռու ատելությունից։ Այդ տեսարանները շատ խորհրդանշական էին, որովհետև առաջին անգամ թվում էր, թե Լեոնն իսկապես ուզում է ոչ թե կռվել, այլ պարզապես ապրել սիրած աղջկա հետ։ Նա հոգնել է անվերջ պայքարելուց։ Լեոնը ամբողջ կյանքում եղել է մարտի մեջ, սկզբում հոր կորստի ցավը, հետո ընտանիքի պատասխանատվությունը, Դավիթի վերամիավորումը, Հունանի դեմ պատերազմը, փողոցային մենամարտերը, մշտական պայքարը սեփական արժանապատվության համար, և հիմա առաջին անգամ նա փորձում է ընտրել սերը։ Բայց գոյամարտում երջանկությունն, ինչպես արդեն հայտնի է, երբեք էլ հեշտ չի տրվում։ Ինչպես միշտ, Հունանը հասնում է նրանց։ Սա շատ կարևոր հոգեբանական պահ էր։ Հունանը կարծես չի կարող ընդունել այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է դուրս գալ իր վերահսկողությունից, հատկապես Լեան։ Լեան նրա համար պարզապես աղջիկ չէ։ Նա Հունանի աշխարհի մի մասն է, նրա հպարտությունը, նրա կառուցած ընտանիքի խորհրդանիշը։ Եվ այն փաստը, որ Լեան ընտրում է հենց Լեոյին, Ռաֆի որդուն, Հունանի համար ոչ միայն անձնական վիրավորանք է, այլ նաև անցյալի պարտություն։ Եվ այստեղ ամենացավոտն այն է, որ Լեան իսկապես սիրում է Լեոյին։ Նրանց հարաբերություններում շատ ցավ, բաժանումներ ու խնդիրներ են եղել, բայց նույնիսկ այդ ամենից հետո նրանք չեն կարողանում միմյանցից հեռու մնալ։ Լեոն ու Լեան սիրելի այն զույգն են, ովքեր կարծես անընդհատ պայքարում են ամբողջ աշխարհի դեմ։ Բայց ամենամեծ պայթյունը հիմա կապված է ոչ թե նրանց փախուստի, այլ ճշմարտության բացահայտման հետ։ Դավիթն ու Լեոն վերջապես իմանում են, որ Ավոն իրենց հորեղբայրն է, սա բառերով նկարագրել դժվար ցնցում է։ Ամբողջ կյանքում նրանք ապրել են առանց հոր, հետո հայտնվում է Ավոն, ով վտանգավոր, վրեժող, ապրող մարդ է։ Եվ հիմա հանկարծ պարզվում է, որ նա իրենց հորեղբայրն է։ Սա հատկապես ծանր է Լեոյի համար, որովհետև Լեոն ամբողջ կյանքում տղամարդու կերպար է փնտրել, որի վրա կարող է հենվել։ Եվ հիմա պարզվում է, որ հորեղբայրը, ով տարիներ շարունակ ապրել է իրենց կողքին, լցված է ցավով ու վրեժով։ Դավիթի համար էլ սա շատ ծանր բացահայտում է, հատկապես երբ նրանք պարզեն, որ Ավոն իրենց եղբորն ամենևին էլ չի փնտրել ու չի գտել։ Սա հոգեբանական և ֆիզիկական փորձություն է ամբողջ ընտանիքի համար։ Դավիթը գնացել է Ավոյի մոտ։ Հավանաբար նրանք խոսելու շատ բան ունեն։ Ինչ կպարզի Դավիթը, ինչ հայտնի կդառնա այս հանդիպումից հետո, ցույց կտա ժամանակը։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Բայց ամենամեծ ու ամենահուզիչ զարգացումը կապված է Իննայի հետ։ Իննան հիմա սերիալի ամենաուժեղ կանանցից մեկն է դարձել։ Տարիներ շարունակ նա ապրել է Հունանի կողքին, փորձել է ընտանիքը պահել, երեխաներին պաշտպանել, հավատալ, որ դեռ հնարավոր է ինչ-որ կերպ պահպանել խաղաղությունը։ Բայց հիմա նա հասկանում է մի շատ կարևոր բան՝ սուտն այլևս ոչ մեկին չի փրկում։ Իննան տեսնում է, թե ինչպես է Լեան տանջվում, տեսնում է, որ աղջիկը սիրում է Լեոյին, տեսնում է Հունանի պատերազմը քանդում է բոլորին, և հենց այդ պատճառով էլ նա ասում է ամենասարսափելի նախադասությունը, որին Հունանը կարող էր սպասել՝ զանգիր Լեային ու ասա, որ դու ես սպանել Լեոյի հորը։ Սա բառացիորեն շոկային պահ էր, որովհետև առաջին անգամ Իննան ոչ թե փորձում է ծածկել ճշմարտությունը, այլ պահանջում է այն բացահայտել։ Եվ շատ մեծ փոփոխություն է այս կերպարի համար։ Իննան հասկանում է, որ Լեան եթե իմանա ճշմարտությունն ուրիշներից, դա ավելի սարսափելի կլինի։ Նա ուզում է, որ գոնե Հունանը մեկ անգամ պատասխանատվություն կրի իր արածների համար, բայց այստեղ ամենացավոտ հարցն է՝ ինչպես կապրի Լեան այդ ճշմարտության բացահայտումից հետո։ Պատկերացրեք նրա վիճակը՝ մի կողմում իր սիրած մարդն է, մյուս կողմում հայրը, և հիմա նա պետք է իմանա, որ իր հայրն է սպանել Լեոյի հորը։ Սա պարզապես գաղտնիք չէ, սա ամբողջ կյանքի փլուզում է։ Լեան միշտ փորձել է հավատալ, որ իր հայրը որքան էլ կոշտ լինի, ներսում լավ մարդ է։ Բայց եթե այս ճշմարտությունը բացահայտվի, նա այլևս չի կարող նույն կերպ նայել Հունանին։ Եվ հենց սա է, որ կարող է վերջնականապես կործանել Հունանի ընտանիքը։
որովհետև Հունանը հիմա կորցնում է ամենակարևոր բանը՝ իր երեխաների վստահությունը։ Էռնեն արդեն հոգեպես կոտրված է, Գրիշոն ապրում է սեփական պատերազմի մեջ, Լեան հեռանում է իրենից, Իննան այլևս չի պաշտպանում նրան, և ամենացավոտն այն է, որ Հունանը կարծես ուշ է հասկանում, թե ինչ է կորցնում։ Շատ հնարավոր է, որ առաջիկա սերիաներում հենց այս ճշմարտության բացահայտումը դառնա գլխավոր շրջադարձը։ Ինչ կանի Լեոն, եթե Լեան շարունակի սիրել իրեն նույնիսկ այդ ամենից հետո։ Կկարողանա Լեան ներել իր հորը, իսկ Հունանը կհասկանա, որ իր վրեժը վերջնականապես ոչնչացրել է սեփական ընտանիքը։ Միաժամանակ շատ հետաքրքիր է նաև Ավոյի դերն այս ամբողջ պատմության մեջ։ Դե ինչ, ամենահետաքրքիր ու ինտրիգային զարգացումները դեռ առջևում են, ինչ կբացահայտվի առաջիկայում, ինչպես կարձագանքեն կերպարներն այն բացահայտումներին, որոնք սպասվում են, կիմանաք շատ շուտով, այնպես որ միացեք մեր ալիքին։